Ողջույն, մեր հաղորդաշարի հերթական հաղորդումն է եթերում։ Նախորդ օրերը շատ բուռն էին Հայաստանի Հանրապետությունում, տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ նրանք ուղեկցեցին նաեւ, այսպես ասած, քաղաքական ոչ պատշաճ սկանդալներով։ Մենք այդ մասին այսօր կզրուցենք իմ հյուրի պարոն Վիկտոր Մնացականյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մնացականյան, շնորհակալություն ինձ hier ընկալվելու համար։ Համոզված եմ, որ հետևել եք նախորդ օրերին Կիրակի օրը, անցած Կիրակի օրը Փարաքարում եւ Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ եթե Փարաքարում ամեն ինչ նորմալ, հարթ, առանց որևէ էքսեսների, Գյումրիում տեղի ունեցան ինչ-որ նաեւ միջադեպեր։ Կխնդրեի ձեր կարծիքը հայտնել այդ Գյումրիի տեղական ինքնակառավարման քաղաքապետի ընտրությունների մասին ձեր կարծիքը հետաքրքիր է, հետո դրան հաջորդած արդեն այդ հաջորդածը դժվար է ասել, որովհետև մենք այս բանի որ խոսում ենք, չգիտեմ երբ եթեր կգա, դեռ պատրաստ չի, մենք բոլոր հիմա շունչը պահած սպասում ենք Արթուր Գրիգորյանի պատասխանին եւ որոշմանը, եւ ես ինքս ճանաչում եմ եւ կարծում եմ այդ որոշումը լինելու է նաեւ իշա առաջին հերթին նաեւ Գյումրի համայնքի բնակիչների, այլ ոչ միայն լինելու է որպես քաղաքական կուսակցությունների կամ նաեւ պատեհապաշտության այդ պահին կոնյունկտուրայով ելնող, որովհետեւ ես նրան գիտեմ որպես հայրենասեր եւ համայնքի նվիրված մարդ։ Դուք նաեւ նշեցիք Փարաքարը, միջև նշենք հանի, որ ես ասեմ մենք ապրելու երկիր կուսակցության հետ մեր հաղթանակ կուսակցությունը դաշինքով Վալուձայի հետ պարոն Գրիգորյանի հետ մենք ունեցել ենք այդ պայմանավորվածությունը եւ Փարաքարիտությունը, որ դուք նշում եք խաղաղ էր, իրականում իրոք այդ օրը Փարքաստո շատ խաղաղ անց է, միջադեպեր չեն եղել, որովհետեւ այստեղ տարբերությունը նա է, որ կարելի ասել 4 մասնակիցներից 3-ը ինչ որ տենց թաքնված, լատենտային ձևով աջակցել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ մենակ մեր տեխնացուն եւ մեր ընկերը Վալուձա Գրիգորյանն է եղել օպոզիցիոն ներկայացուցիչ եւ ինքը դեռ տարիներով պայքարել է, դեռ հիշում եք 3 տարի առաջ հաղթել էր ուղղակի այնտեղ պերմանենտ պայքար։ Հա, ինքը միշտ եւ ընդհանուր ինքը բոլոր այդ խոշորացած համայնքի բոլոր մեր քաղաքացիների շարունակափորձը ոչ թե միայն Մերձավանը, այլև Փարաքարի բոլոր սա գյուղերի եւ Փարքաստո արդարությունը հաղթահարեց եւ Փարաքար խոշորացված համայնքը ունեցավ սրտացած, սիրված, շատ փորձառու նաեւ շատ մեծ նաեւ ակնկալիքներով մենք բոլորս ունենք լավ համայնքապետի։ Ստեղ չեմ ասում համայնքապետի, որովհետեւ այ Գյումրիում հիմա ուզում գամ Փարաքարից Գյումրի, որ մեր նաեւ դիտողները հասկանան, որ ես նաեւ որպես քաղաքական պլանավորող փորձեմ այս հարցի պատասխանը տալ ոչ միայն քաղաքական առումով, որովհետեւ կան քաղաքներ եւ կան համայնքներ։ Ամեն քաղաք չի որ լառնում է համայնք, ցավոք, եւ համայնք չի որ կարող է քաղաքային խնդիրների զուտ մնալ, այսինքն եթե մենք ուշադրություն դարձնենք, սա արդեն քաղաքական հարց չի Գյումրիում, որտեվ մենք գիտենք մի տեխնացուն ավելի շատ զայնակալի մի թաղամասը, մյուս տեխնացուն մյուս թաղամասը, այստեղ անգամ հիմա 10 օրից հետո եթե մենք հարցնենք երևանցիներին, չեմ ասում գյումրեցիներին կամ այլ մարզերի, ասենք ինչ կուսակցություններ եք հիշում Գյումրիի, որովհետեւ մեկը չի հիշում, բայց հիշում են մարդկանց, որտեվ մարդիկ ներկայացնում են ինչ որ համայնք, այսինքն դա նա է, որ այս տարիներով այս անհասկանալի ընտրական օրենսգրքի եւ փոփոխությունները չբերեց հիմնական այդ կարևոր հարցի լուծման, որտեղ չի պիտի քաղաքապետի տեխնացուն պարտադիր լիներ օրինակ քաղաքական կուսակցության անդամ, որտեղ ինքը այդ քաղաքում շատ սիրված է, շատ բան արել, բայց չի ուզում մտնի քաղաքական այդ process-ների մեջ եւ նաեւ հենց այդքան շատ դաշինք ենթադրում է դա, որ մարդիկ չեն ուզում մասնակցեն, հա, որտեղ յուրաքանչյուր հիմա այս կուսակցությունով գնացիր, մյուս կուսակցությունով կամ մյուս ընտրությունով ուզում ես մյուս կուսակցությունով։ Ես դա ոչ ողջունում եմ, բայց ոչ էլ փնովորդ դա շատ նորմալ քաղաքական process է, ես ասեմ, եւ իհարկե շատ քիչ կուսակցություններ կան, որ տենց գաղափարային հատկապես ազգային տենց ձերը բռնած, այդ մարդկանց չես կարա բան ասես, դա հասկանալի է, կամ պապենական են գալի, չգիտեմ, հա, ոնց որ տարբեր ավանդական կուսակցություններ կան, բայց գանք ընտրություններին Գյումրի էլի եմ ասում, սա համայնքի խնդիր էր։ Հիմա ինձ միակ ցավը պատճառը մի բան, որ Գյումրի համայնքը չպարակտվի, որտեվ քաղաքապետ ուշ թե շուտ մեկը մի օր կլինի,
բայց այ համայնքապետ կդառնա այդ մարդը, թե չէ, այս սա է կարևոր, որ ով է որ կընտրվի ավականոնիստին համայնքապետ, քաղաքապետ, միշտ հիշի դա, չնայ, այս ինչ կուսակցություն է, ինչ կուսակցությունն է, որտեվ նույնը մեր դեպքում Փարաքարում պարոն Գրիգորյանը շատ եւ տենց համատաբարյա երիտասարդ տարիքի է հաշվառնելով այդ մնացած ընտրությունները շատ տենց հուսով եմ իմաստուն մոտեցում է ցուցաբերում, որտեվ դա կլինի Այգեկ համայնքը, չգիտեմ, Բաղրամյանը, Մերձավանը, Փարաքարը կամ Թայրովը եւ Արվեշատը ինքը պիտի համախմբվեն, որովհետեւ ես ինքս կոնկրետ դեմ եմ, որ ընդհանրապես ընտրությունները լինում, թե գյուղերում, թե քաղաքներում, հավատացած եղեք, դա կյանքի դա լավ բան չի բերում, նայում ես ով է որոշում ես երկրի ճակատագիրը։ Մի գիտեք ինչ, մի գյուղը տրամադրում ես մյուս կեսի հետ, հետո մյուս ընտրությունն են մյուս կեսին, ինչ որ մի հատ կուսակցություն հաղթի, հասկանում եք, դա սխալ է, ես իմ անձնական կարծիքն է, եւ ես պատրաստ կլինեմ մի օր քննարկել այս խնդիրը տարբեր մասնագետների հետ եւ քաղաքական ավելի այտենց թերծված մեջ ճանապարհ անցած գործիչների հետ, բայց մեր Հայաստանի Հանրապետության այս մարդաբանական առումով, հա, անթրոպոլոգիկ առումով ինքը մեծ խնդիրներ առաջացնում գյուղերում եւ տարբեր թշնամություններ եւ խնդիրներ։ Եվ ես հույսով եմ, որ Գյումրիում այդ հարցը կհանգուցալուծվի շատ շուտով եւ իրականում կծաղկի, կզարգանա մեր հայրաքաղաքը։ Ես ուրախ եմ, որ արդեն մի քանի կուսակցություններ են անցել, շատ վառ մարդիկ կան տարբեր կուսակցություններից եւ ոնց որ Երևանի ավականունիստներն են դառնում այդպես տեսանելի եւ նայենք, մենք նույնը կսկսենք բոլորս հետեւել, նաեւ Գյումրիի ավականունիստերին եւ իրականում Գյումրիի այդ ֆանտաստիկ սիրուն մեծ պոտենցիալով քաղաքը դեռ շատ բան ունի ասելու Հայաստանի Հանրապետությանը եւ ընդհանրապես աշխարհին։ Հիմա նայեք, եթե Փարաքարում Վալոդիա Գրիգորյանը կարող է վաղի եթեր դուրս գա, ասի պարոն Փաշինյան, էլի ես եմ։ Գյումրիում դա ինչ որ չի նկատվում այդ էլի SM-ը։ Գյումրիում հենց դա է, որ էլի եմ ասում, համայնքի հարց կա, շատ անձնավորված ամեն ինչ։ Գիտեք, երբ որ մենք հետևում ենք վերջին, ասենք Արգենտինայի օրինակով, Ռումինիայի օրինակով, Ֆրանսիայում ասենք երեք Մարին Լեպենի, որ ամենաուդիոզ եւ ամենատենց խարիզմատիկ առաջնորդներից էր ու մեծ հնարավորություն ուներ, հա, մյուս այդ նախագահական ընտրություններին արդեն մեղադրանք են առաջադրել, նաև դատապարտել, իհարկե դեռ փողոքարկման փուլում, այդ որ փողերի յուրացման համար, պետք է փողերի յուրացում, կամ ոչ ճիշտ են ծախսել Եվրոմիության կողմից տրամադրված վարկեր գրանտերը։ Դուք հիմա պատկերացնում եք, որ հանկարծ Եվրոմիությունը գա կամ ընդհանրապես որևէ մեկը այդ, որ մեզ այդքան վարկ են տվել, քանի միլիարդ հիմա այս 6 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավաքել է, էֆեկտիվությունից են խոսում։ Այսինքն, եթե վերցնենք Անիֆի դեպքում, մենակ Անիֆով մի 10-20 հոգի կարա Հայաստանի Հանրապետություն դատապարտվի։ Այդ դրանց պոզով պոչով վատ կոռուպցիա ասես, թե վատ ասենք ազգային հերոս է մարդը, մեր ազգի հերոսներ, կներեք ազգային հերոսի կոչում ուներ, ներողություն եմ խնդրում, նախարարը բանի, փրկարար ծառայությունների Կանզիցաների, թե ինչ որ Բաքսի գործով այդ մարդուն տարան դատեցին, իսկ իրանց թիմից չկա տենց մեկը, այսօրվա դրությամբ անկեղծում ասում, որ որևէ ձև ինչ որ մի փոքր սկանդալային պատմության մեջ չլինի կոռուպցիոն ռիսկեր հաշվի առնելով կամ շահերի բախումով, այսինքն կամ մեկի կինը ինչ որ մի բան անում, մեկի հայրը, մեկի մորքուրի տղեն, մեկի հորողբոր տղեն, մեկի քավոր սանիկը, իսկ իրանք այստեղ հարց կանում եք, որ գիտեք ինչ, կարող տենց բան լիներ համարենք, բայց ոչ թե 2018-ից հետո, ոչ թե այս թիմի հետ, ոչ թե լոզունգներով, որ եկան ասեցին, որ կոռուպցիա չպետք է լինի, ես չպետք է լինի, նույն մարդով, այսինքն ինչ է, նեն մարդիկ է տուն ունեին, նախկիններն էլ են տուն առնում, ասում են որից ասում են զոնքաճի, հիմա իրանց ասում են հիմնա, բայց վարկով են վերցրել, այսինքն նշանակում է թե ժամանակ ֆայմեն վարկով ասեն, խիկավ այն ժամանակ վարկ չկար, ում հարցնում ասում են վարկովը տուներ եմ առը, այդ հարցը վարկները թեղափոխություն արեցին դրա համար, որ վարկը ոնց են տալիս, հիմա մենք գնանք վարկ ուզենք, կտան մեզ, ավելին հետաքրքիր բան ասեմ, վարկի հետ կապված իմանաք, որ Այս վերջերս որ կառավարության դիմաց հավաքվել են, չէ՞, որ խարդախությունների, կիբերհանցագործությունների դժողները, ցոնտեղ մարդ կա, նայում եմ օրինակ ծանոթ ունեմ, մի երկու ամիս առաջ դիմել է, որ իրան վարկ տան 250,000, չեն տվել 300,000։ Ես իվը ձևակերպել է խարդախները, ինչ որ ուրիշ բան են ուղարկել, հղումներ եւ այլն, 4 միլիոն վարկ են վերցրել։ Իսկ նշանակում է այդ բանկում ծանոթ կա, չէ՞ երևի։ Իսկ ինքը աշխատող մարդ է։ Վստահություն չի ներշնչել, գնացել ամիսով պայքարել է, էս արեն, որ իրան վարկ տան 250-ից 300,000 չեն տվել, խարդախները իրանով այդ նույն այդ պատմություն հաշվի առնելով մի քանի միլիոնի վարկ են ստացել մի քանի վարկյանում։ Նշանակում է բանկային համակարգն էլ խնդիրներ ունի։
Նշանակում է, այդ ամբողջ իրար հետ փոխկապակցված է, որովհետև նաև Հայաստանի այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը, որ այսօրվա հիմնական որոշողները կառավարության տնտեսական բլոկի եւ նաև հետագամ քաղաքական, սա բանկերներ, փոխվարչապետը բանկեր է, այն մեկը բաչին քաղաքապետը բանկեր է, մի նախարարը նախկին բանկեր է, կամ ով որ է բանկիր չի, կամ ազգային ինչ որ բանկ ունի, կամ բանկային մտածելակերպ ունեն, որ դուք հիշեք, որ այս ղեկավարությունը եկել է, որ այդ կարմիր գծերը, չգիտեմ, այդ արագաչափերը, իրականում ինչ է, կարմիր գծերը թանկացան, արագաչափերը շատացան եւ այդ բարոյական որ ամեն համբալ չգա քաղաքի կենտրոն։ Դե ցավում եմ, հա, որ այդ համբալը բառը դարել է արդեն քաղաքական ինչ որ տենց խոսակցությունների եւ որպես քաղաքական դասագրքերի մի օր կանցել են։ Մենակ չի շատերը։ Ինքը շատ անձնական թեմա է, ցանո ես չեմ ուզենա մտնեմ այս խոսակցության մեջ, բայց առաջա գալիս հենց նման բայց ծնողը իրավունք ունի այդպիսի արտահայտություն անի, որ մենք չմտնենք այդ ծնողի թեմայի մեջ։ Թույլ տվեք չպատասխանեմ այդ հարցին, որտեղ մարդ եղել է կոնկուրենտ քաղաքական եւ հատկապես Երևան քաղաքի կապնվածով։ Ես ավելի քան համոզված եմ Իրաստանը ծանր խոսակցություն ա եղել, տհաճ խոսակցություն ա եղել, համոզված եմ որևէ մեկը չի ուզել ներվի բան, իհարկե շատ նաեւ չխոսամ դրա մասին, դա անձնական է, որտեղ ես ուղղակի Մարի Լպենի օրինակը որ բերեցիք, ախր այնպեսի բաներ ասեցիք, ես ուզում եմ ասել Մարի Լպենը պիտի գոնե օրինակ վերցնի մեր ազնիվ մաքուր աշխատողներից, այնել ասեցիք չհասցրի ուղղակի Մարի Լպենին խորհուրդ տալ օրինակ վերցնի մեր աշխատող իշխանությունից։ Հա, ցավում եմ, բայց ես կարծում եմ, որ նաև ասեմ համոզված եմ, որ այսօրվա քաղաքական այս ղեկավարությունը քաղաքացիական պայմանագիրը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի այս 7 տարվա իշխանությունը եւ ավարտը իրանց ես շատ կուզեի դա լիներ իհարկե Արցախյան պատերազմից հետո որ մեր 5000 ընտանիքներ եւ որ բացան եւ Արցախի կորուստը եւ այլն, բայց ես կարծում եմ, որ իրանց իշխանության վերջին նրա այդ կոռուպցիոն սկանդալները, որտեղ ստեղ արդեն խայտարակ իրավիճակ է։ Ժամանակին եղել է կոռուպցիա։ Գիտեք, կոռուպցիա եւ կաշառակերության տարբերությունը նա է, որ կոռուպցիան երբ որ կաշառակերությունը երբ որ դու վերցնում ես այդ գումարը, ապա ես դնում ես ջեբդ, վերևին չես տալի, կողքին չես տալի։ Կոռուպցիան երբ որ դա վերցնում ես, տալիս ես քո բաժնի պետին, բաժնի պետը վարչության պետին, նա չգիտեմ, փոխնախարար, հետո տես կառավարությունը աշխատող բուրգը կա մի խոսքով։ Կամ ինչ որ չգիտեմ, կա կարալնի մեկը վերցնի, մի հատ համայնքապետարան, դա գյուղապետին, թաղապետին կամ քաղաքապետին։ Կաշառակերությունը երբ որ տենց հիմա ես ամեն կա արդեն, հատը դա է։ Եվ այսինքն մեկը ես գիտեմ, ասենք մարդկա ժամանակին օրինակ կարող է ասի, չգիտեմ, ես չգիտեմ 15 թվականից անօրինական կառույց ունենալ կամ մի հատ քաղաքաշինական որևէ բան խախտածիներ եւ այլն պրոբլեմ, ասենք մեծ միլիոնավոր, հարյուրավոր միլիոններ դրամով պատրաստ է վճարել դրամով այդ հարցը լուծվի։ Բնականաբար շատերը նորմալ մարդիկ մերժում ենք։ Մենք լսում ենք այդ հարցը լինում է, ասենք գիտեք ինչով։ Ինքը պատրաստ է օրինակ $500,000 լուծում է 50,000-ով կամ $5,000, որտեղ այդ մեկը վերցրել այդ գործ արել է, առուփախ արեք, համայնքին վնասը տվել է, որտեղ ինքը իրան արդեն որտեղ հետևողն է, չէ, կոմպետենտ պետք է լինես, եթե դու նախարար ես, քաղաքապետ ես, մարզպետ ես, դու պետք է ամբողջությամբ տիրապետես իրավիճակին, գրագիտությանը, դու չունես, բայց այդ մարդիկ այդ հմտությունները, այդ փորձը չունեն, որ իրենց աշխատողներին, հա, հետևեն։ Նշանակում են անդադ մարզպետ են, ասենք ոնց դու կարաս, այդո զարմանում եմ, որ Գյումրիում բան են անում, պարտվել են։ 5-6 տարում մի 10 հոգի մարզպետ փոխվեց։ Այսինքն դա տեսնում եմ, ուրեմն դու չես կարող գտնես, եթե քաղաքացիական պայմանագիրը, որ ունի երկրորդ ամենակարևոր մեր քաղաքներից կոլորիտային քաղաքում դու քո կուսակցությունից չես կարող գտնես որևէ մեկին, դա արդեն ցուցիչ է ու իրանց մոտ ամեն ինչ նորմալ չի։ Հասկանում եք, եւ իրանք շուտվանից դա, ասենք, եթե գնաս մի կուսակցությանը, ես էլի լրիվ օքեյ մյուսից է եւ այլն, բայց իրանց համար դա նորմալ չի, հասկանում եք։ Իսկ եթե դու ցույց տալ, որ 7 տարվա մեջ չկարողացար 100,000-ով բնակչության մեկ պատրաստված ուժեղ կադր ունենաս, որ կարողանա համայնքը ղեկավարի մեկ, երկրորդը կարողանա քո կուսակցական շահերը պաշտպանել երկուս, ուրեմն իրականում իրաց գնալու ժամանակն է։ Հիմա այսօր չգիտեմ վաղն են գնալու, բայց հարցը ինչ գնով են գնալու, ինչքան են մաշացնելու մեր մնացած ինստիտուտները, մեր բարոյական նկարագիրը, մեր դուխը ընդհանրապես մեր հայ ժողովրդի, որ մեզ ամեն անգամ այդ ադրբեջանա-թուրքական այդ չափալախներն ինչքան կարելի է դիմանալ, հասկանում եք։ Դրա մարդիկ անարդարությունից են գնում նաև եւ ապագայի հանդեպ չունենալով, բայց իրանք փչացրեցին արդարության ամբողջ գաղափարը։ Մի երկու անգամ բռնեցին ինչ որ այդ իրանց անհասկանալի քաղաքական գործերով, ել չեմ ասում, ես ոնց դու կարաս մի գիշերում որոշես ինչ որ
ամբողջ քո իրավապահ համակարգը ոչնչացնես, որտեղ հարցը գիտեք ինչ է, ու հետո մեկ է ինչ որ ծիծաղալու մրցույթներ ես դնում, ասենք այդ մարդիկ դատախազ, դատավոր, լավն են, վատն են ջահելում, բայց մարդիկ ինչ որ ստատուս ունեն, գնում են երեխու պես կանգնում են եւ ինչ որ իրանց բանը։ Եթե ընտրովի ամեն ինչը, եկեք այդ մասածը դա համայնքապետերն է, Երևանի քաղաքապետերն է, եկեք հանենք, այ մարդ, ինչ ենք ես Երևանի սաղ թաղերին, իրար տրամադրում կուսակցություններին, եկեք նշանակովի գլխավոր դատախազի նշանակում ես, կենտրոնական բանկի նախագահի նշանակում ես, օմբուդսմենի նշանակում ես, վարչապետ նշանակում ես, եկեք մի անգամ անենք 5 տարի մեկ ազգային ժողովի ընտրություն եւ ինքն էլ քաղաքապետ թող ընտրի վարչապետի կամ այն մեկի, չգիտեմ, մյուսի ներկայացման, որտեւ այդ մարդը դու չի պիտի քաղաքապետը առանց հմտությունների, այսինքն մարդը, որ ամենտեղ պրավալա տվե, բերում է որի որ տարբեր քաղաքապետերին, բերում նշանակում են քաղաքապետ։ Այդ մարդը որևէ փորձ չունի երբևէ կառավարում անգամ անհաջող փորձի դեպքում, մեկը դեռ 1 միլիոնանոց կա։ Այդ մարդիկ սկսած ժեք չեն կարող ղեկավարել, հասկանում եք։ Այստեղ է հարցը, դա մը համայնք չի դառնում։ Իսկ Գյումրին միշտ եղել է համայնք։ Ինչի՞ է մենք Սյունիքը տես ծանր տան, որտեղ նայում ենք, ասենք Ղափանի համայնքապետը, Գորիսի, իրանք ինչ որ մարդիկ են, որոնք դու ասոցացնում ես այդ համայնքի հետ։ Այդ դա է հարցը։ Եվ այսօրվա նույն Գյումրիում ամենաշատ հավաքած ձենի մարդը բոլոր իր լավ եւ վատ կողմերով ասոցացվում է այդ համայնքի հետ։ Այդ դա է նաեւ հարցը։ Որտեւ եթե մենք վերցնենք օրինակ հիմա որ մենք ասում ենք Դիլիջան, շատ կոլորիտային տեղ է, չէ՞, բայց որևէ մեկը չի տեղը բերում Դիլիջանի կամ Ստեփանավանի կամ Լորվա մնացած կամ Տավուշի քաղաքապետերին, որտեւ իսկ այն դեպքում որ Տավուշանեք Իջևանի քաղաքապետը, համարենք քաղաքապետ այդ Ռայկոմի նախագահ եւ ասենք Ջեմա Գուրգենովնա Անանյանի, այսինքն լեգենդար մարդ է եղել, լեգենդար Իջևան քաղաքը, ասում եւ ընդհանրապես շրջանը պարտական այդ կնոջ է։ Բայց նայեք, այսինքն մենք եթե ունեցել ենք, չէ՞, փորձում ժամանակին Դիլիջանում էլ են եղել շատ լավ քաղաքսովետի նախագահներ կամ չգիտեմ Ռայկոմի նախագահներ, բայց այսա վատ օրից վերջին 30 տարում մենք տենց էլ մի հատ դա օրինակ չունեցանք մարզպետի, քաղաքապետի հարյուրներով են որ հաշվեք, որ բոլորի համար օրինակ ծառայել, ոնց որ ասենք Սաֆյաններ, հա, խորհրդային շրջանի Երևանի նոր ստեղծող, ոնց որ ասենք Ջեմա Գուրգենովնաներ Իջևանում, տենց եղել են տարբեր տեղ, հիմա օրինակները չբերեմ։ Գյուղապետեր են կեղեսովխոզի նախագահներ են ունեցել շատ ուժեղ եւ այլն, բայց չկան այդ մարդիկ հիմա։ Հիմա նայում են ով որ կուսակցությունից հետո բան կա, ես բիզնեսի հետ կաշխատի, մի քիչ մատ օլիգարխներ կցենք, կգնա ընտրության կմասնակցի, այն մյուս համայնքը կտրամադրվի, մենք հերու չենք գնա։ Դրա համար օրինակը չեմ ուզում բերեմ մնացած շատ երկրների, բայց հավատացեք նույն օրինակ Երևանի քաղաքապետարանը, ես ինքս մասնակցել եմ ավական ընտրություններին որպես քաղաքապետի տեխնացու, բայց ես անկեղծ ասում եմ, ինքը մեծ խնդրեմ է, մեծ։ Պետք է նշանակել քաղաքապետին, լավ կաշխատի, թող մնա, չէ, հանեք, ինչ է դրա եղած, ինչ սարքեցիք այդ քաղաքապետը։ Եթե իրականում նորմալ երկիր լիներ, բայց մեր երկիրը շուտվանից նորմալ երկիր չի։ Դեմոկրատական իրոք բաստոնին։ Մեծ սիրով ես կգնեմ։ Ինչքան շուտվանից։ Միշտ էլ, ճիշտ է, 91 թվականից մեր երկիրը երբեք չի գնացել ճիշտ ուղով։ Դա իմ անձնական կարծիքն է, լավ փայլուն բաներ եղել են։ Անկախության առումով, չգիտեմ, մենք ձեռք ենք բերել, պիտի աչքի լույսի պես պայենք, կամ պատրաստենք մինչև գնալ մահանալը, մինչև անկախությունը փայլ, միանշանակ դա չի քննարկվում։ Բայց եկեք վերցնենք զարգացում, արդյունաբերությունը չենք զարգացել նորմալ, туриզմը չենք կարողացել զարգացնել, գյուղատնտեսությունը չենք կարողացել զարգացնել։ Գոնե տեղը չի մնացել, քանդել ենք, ոչ թե չենք զարգացրել։ Նաեւ իհարկե, ասենք մի մակարդակի եղել է, լավ չի բարձացել, ապիկարների կամ չգիտեմ, ճուզողների պատճառով չի բարձացել, գոնե տեղը մնա։ Այդ ապիկար եւ ճուզողը այդ այն մարդաբանական խնդիրն է, որ ես ասում եմ համայնքներում կա։ Միշտ էլ եղել որ հարևանը նախանձել է։ Մեքենա մեկը առե, մեկ երեխան ինստիտուտ ընդունվել, մեկինը չի ընդունվել, մեկ երեխան ավելի լավ ամուսնացել, դա հասկանալի է, դա մարդաբանություն է։ Բայց դու պետք է նաև հասկանաս, այսինքն մենք տարբերում ենք օրինակը վերցնենք Երևանցու ու Գյումրեցու, որովհետև խոսքի առումով, չէ, մեր ասենք այդ տարբերությունը միշտ է եղել։ Չէ, մենակ խոսքով, օրինակ որ վերցնենք բարբարային առումով, չէ, միանգամից հասկանում եք, որ այս մարդը, ասենք, Կիրովականից է, Վանաձորից է, այս մարդը, Գյումրուց է, այս մարդը, Դիլիջանից է, այս մարդը, ասենք, օրինակ, Սյունիքից է, կամ աղքալակից է, դու հասկանում ես, ուրեմն եթե այդ բարայինը կա, հավատացեք դրա հետ մեկտեղ շատ այլ բաներ կան, ավանդույթներից սկսած, միջև տենց շատ ավելի խասյաթի խարակտերնի բաներ կան փոփոխության, բայց որևէ մեկը նորմալ մեր մոտ դա չի ուսումնասիրել։ Դու չես կարող նույն մոդելը վերցնես, տանես Գյումրիում քաղաքական ասես այս կուսակցության պիտի գնանք ընտրության։ Հետո նույնը վերցնես գնաս Սիսիանում անես, հետո նույնը վերցնես, օրինակ գնաս Բերդ քաղաքում անես, Տավուշում կամ գնաս Նոյեմբերանում անես։ Շատ բարդ է։ Հոգեկերտվածքը տարբեր են, հայ են, բայց տարբեր հոգեկերտվածքի հայեր են։
այդ տարբեր շրջաններից, տարբեր քաղաքներից։ Հիմա ընտրություններից հետո ստացվեց, որ ԿՊ-ն, չգիտեմ, գոհ են, դժգոհ են, դա մեր, ասենք, մտածելիք չի, թող իրենք մտածեն, իրենք գոհ են թե չէ, բայց չկարողացան 50 գումարած մեկ ձայնը ունենալ։ Բայց իրենք ոչ միտեղ չեն կարողացել։ Իրենք Երևան օրինակ, Վանաձոր օրինակ, Ալավերդին օրինակ, Նոյեմբերյան օրինակ, այսինքն ես այն բանային Վարդենիսը օրինակ, իրենք չեն կարողանում անել։ Ախր մեծամասնության, կներեք որ ընդհատում, մեծամասնության մասին է։ Եթե խոսում ենք դեմոկրատական առումով, հա, իրանք ինչ որ միտեղ հավաքեց Երևանում։ Իրանք ռեալ հավաքել են երևանցիներ ընդամենը 9%-ը։ Հասկանալի է, որ մենք հասկանում ենք այդ 30 քանի տոկոս որ հավաքեցին այդ եկածածների, ես աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում 81, համարյա 82%, երբ որ եկել են մասնակցության, երբ որ 82%, հասկանում եք, ձայնը, դա շատ կարևոր է։ Դե ժամանակ կարողանում ես ռեֆորմ անել, դե ժամանակ կարողանում ես ինչ որ քաղաքային հստակ մեծ բարեփոխումներ անես, կամ որի ինչ որ նաև պետքա որոշակի խմբերի շահերի ոնց որ օպերայի կարգերը կանդեցին կամ լեգիտիմությունը։ Հիմա այս մարդիկ եկել էր ընտրողների, ասենք 30%-ից քիչ, իրանց ընտրել են ավելի քիչ մարդ, 9% ընդամենը ձայնով, են եկեսը համարեք այդ ադմինիստրատիվ ռեսուրսը տեսակ որ մանկապարտեզներից, բաներից, մալիկլինիկանից, ոնց որ Գյումրիում հավաքել են, որ յանի բանը, ավելի լավ չանի խայտարակ չլինեն այդ միտինգները, միտինգը արդեն իրան բան որտեղ նույն մարդիկ էմոցիան ինքը կավ ավելի շատ մարդ, ասենք միտինգին 5000 մարդ է, բայց կավ 200,000 մարդ, քեզ հիմա հեռախոսում նայում է եւ քեզ բալետ անում ոնց որ, հասկանում եք։ Բայց միտինգը երբ որ տանում ես ուրիշ տեղերից խայտարակ ես լինում։ Այսինքն իշխանությունը խայտարակ եղավ, ոնց որ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ, այդ վերջին իրանց միտինգը երբ որ եղավ, հա, տարբեր ակտիվիստներ, բլոգերներ գնացին նկարեցին, նույնն էլ եղավ Գյումրիում։ Այսինքն գյումրեցին տերմս մամոթ ուրիշը պետք է մեկը գա ուրիշ մարզպետը մարդ հավարկի ավտոբուսով, դա խայտարակություն է, բայց դա ամենակարևորը մենք որ հիմա խոսում ենք, բայց իրանք գիտեն, չէ, իրանք ԿՊ-ն իրանք վարչությունը որ ինչ խայտարակ իրավիճակը, հա։ Առանց այդ ավտոբուսով բերվածների ավելի խայտարակ չի լինի։ Դե չանեն, այդ եմ ասում։ Թող գրագետ աշխատեն, TikTok-ով աշխատեն, չգիտեմ, մենք առաջիններից ենք մեր հաղթանակուսակցությունը, որ մենք այդ ընտրությունների ժամանակ մենք հնարավորություն չունենք ֆինանսական եւ այլ որ շտաբեր բացենք եւ գտնում ենք դա հին բան է, մոդել է, ինքը աշխատող մոդել է առայժմ։ Բայց դա էլ է ձևափոխվել։ Օրինակ ես չեմ ասում շտաբի մարդը գնացել է Facebook, շտաբի մարդը գնացել է TikTok, այսինքն մարդիկ որ գալիս են շտաբում ուզում են բան լսեին, կամ շտաբն է ինչ է նախընտրական շտաբը։ Մեծ մասը սաղից գիտենք, էլի գնում են մեկ ասում էր երեխուց մանկապարտեզ կարա առանց հերթ, մեկ ասում էր թորիս ուսման վարձը, օգնում են ով կար դելիք 100 կուսակցություններ կամ բան։ Բժշկի կարիք ունեմ, կարող եք ամեն ինչ, էլ չեմ ասում մնացած վատ բաներ այդ որ փող մող են ինչ որ տես բաներ եղել էլի ցուցակներ եւ այլն։ Դե դա ես տեսել եմ անձամբ 21 թվականին կոտրում դռները որ մտներ ցուցակ գտնել։ Բայց դա 21 թվականի ընտրությունը ասում են ինչ որ մեծ գումար է ֆրացել, բայց իրականում տեսանք պատկերը, չգիտեմ ովքեր են եղել տվողները, բայց սա գցվեցին ժողովրդական լեզվով ասած, որտեղ էլ չի աշխատում, այսինքն այդ թաղի խուժանի, թաղի այդ հարց լուծողի եւ այլ այդ գաղափարը չաշխատեց։ Աշխատեց ավելի հույս աշխատեց ինչ որ սոցիալ մեդիա մարքեթինգի նոր մոդելները աշխատեցին, բայց ամենակարևորը ես կուզեմ օրինակ եթե ինչ որ մարդիկ նայեն մեր այս զրույցը, գիտեք կուզեի որ իրանք հասկանան, հիշեն մի բան ֆիքսեին։ Ինչի եղավ Գյումրի տարբերությունը եւ նաեւ ինչ որտեղ բարակային հաջողությունը, որտեղ արդեն նոր եւ շատ մարդիկ գնացին ընտրության։ Չնայած 50%-ի այս կոմենկով է բարակարը բնականաբար մի քիչ ավելի շատ գնացին մասնակիցները։ Դուք պատկերացնում եք դու ընտրում ես քաղաքային կարևոր պետական ազգային նշանակության հարցեր, բայց երբ որ այդ ընտրության գնացել են ընդամենը 50% մարդ, այսինքն մնացած 50 միլիոնից ավելի մարդ չի գնում Երևան Հայաստանում ընտրության, դա մեծ խնդրեմ է։ Դրա համար կամ պետք է եկեք սարքենք այդ ընտրությունները պարտադիր։ Հայաստանի միակ փրկությունը թե մենք ուզում ենք ունենանք պրոֆեսիոնալ լավ կառավարություն իշխանություն, պետք է պարտադիր սարքել ընտրությունները, բայց չեմ ասում ծեծելով ջարդելով, համոզելով, խրախուսելով, ասես եղբայր, եթե դու գնացել ես ընտրության, օրինակ այդ արվի քո գույք հարկի 20%-ը քիչ կլինի, կամ եթե կամ ուսման վարձը երեխայի քիչ կլինի, դա պետք է աշխատել խրախուսմանը, կամ եթե չէ, ուրեմն չգիտեմ, քո անձնագրի, չգիտեմ, չեմ կարող դժվար ասեմ, դա ինչ որ հանձնաժողով պետք է ստեղծել։ Գայթակղիչ որ մարդիկ գնան կամ էլ պարտադիր, եթե դու չես արել, ուրեմն դու չես կարող գնաս պետական աշխատանքի հետագայում, հա, ոնց որ եւ այլն։ Ոնց որ եթե դու չես ծառա բանակում չես կարող գնաս իրավապահ մարմիններում։ Կարող է չգնա, բայց իր տեղը ստորագրած լինի։ Չէ, դա տենց հեշտ չի։ Երկրորդը ես ասեմ։ Ես ուղղակի առաջինը պարտադիր լինի ընտրությունը, երկրորդը շատ կարևոր է, որպեսզի նաեւ լինի քվեարկություն էլեկտրոնային։
Այսինքն դու կարաս գնաս այդ դպրոցում բան անես, ընտրություն անես, ոնց որ միշտ, բայց Երևանում լիքը տեղական ասում ես չեմ թողի ընտանիք գնան, դե ինչ որ տղեկ են կանգնած դեմը, մեկը ասում է ծնողից չեմ թողի գնան, մեկը հերո է, մեկը հավես չունի, մեկը դաչա է, մեկը հանգստյան հասկանում, մեկ հատկապես Կիրակի օրերը։ Բայց լինի էլեկտրոնային, ով ուզում է գնա թող ընտրատեղամասում, ով չուզում հեռախոսով։ Մենք մեր հեռախոսների սմարթֆոններին շատ ավելի կարևոր բաներ ենք վստահում, բանկային գաղտնիքներ, անձնական տարբեր բաներ։ Դրեղացնի ինչա թող այդ 1.5 միլիոն մարդ օրինակ կամ որ պետք է ընտրելու իրավունք ունի, այդ ընտրության օրը մի հատ նամակ ստանա, ասի, այսինչ են, խնդրում հղումով գնա անտեղ, մի հատ կես կոդը կգա, այսինչ համարի, իրականում դա դժվար է կեղծելը։ Հնարավոր է, բայց շատ քիչ, որտեվ հակառակն է կա, չէ՞, մենք կարանք ասենք հակառակ ոնց է այդ հիմա կազմակերպություններ կան, որ դիտորդական առաքելություն անում, նույնը կսարքենք on-line մակարդակի, ինչ որ ակտիվություն լինի, կնկատենք, էլի։ Եվ պետք է լինի էլեկտրոնային, եւ ցանկալի է երրորդ ամենակարևոր երիտասարդությանը ներգրավել process-ներ, բայց ինքը ինչ ենք անում։ Դեռ մենք մի հատ ընտրական հանձնաժողով աշխատում ընդամենը 5 տարվա մեջ 2-3 անգամ, պարապ-սարապ նստած են մնացած։ Կա մեջը լավ պրոֆեսիոնալներ մարդիկ կան, ընկերներ ծանոթներ, բայց ընդհանուր հիմնարկը պարապ է։ Բայց դրա համար ինչ պետք է արվի։ Ու բյուջեից փողը։ Իհարկե, եթե դու տեսնում ես կուսակցությունը, ինքը ակտիվ է, մասնակցում է։ Ինքը պետք է վերցնել միլիարդներ վերցել ես, եթե իրոք Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, ուզում է ժողովրդավարություն լինի, քաղաքական այդ process-ները թափանցիկներ եւ առողջներ։ Իհարկե ոչ, շուտվանից արդեն 19 թվականից ես չեմ հավատում, 20-ը վերջնականապես։ Ես այդ հարցն եմ ուզում տալ, ոնց եղավ ոչ։ Հասկանալի է, բայց հիմա ասենք, как вы оказались в этой компании, էլի։ Ինձ է ժամանակ Հայկ Մարությանը էր առաջարկե, որպես կենտրոնի թաղապետ դուրս կուսակցան եմ եղել, որ եւ այլն։ Այդ հարցը մենք շատ ենք քննարկել։ Ես Բովինի հարցը երևի հիշում եք բանին։ Стародубцевին։ Գեկաչեպեի ժամանակ որ ասաց, как вы оказались в этой компании։ Ես նմանակ ենք էլի։ Համար ես ուղիղ աշխատել եմ 1 տարի 365 օր եւ այդ 365 օր ամեն օր ծառայել եմ իմ համայնքին, տվյալ դեպքում քաղաքին եւ կենտրոնին եւ ծանր որոշումներ երևի ձեզ է բաժին։ Ես դա էլ իմ խաչն է եղել, ես պատրաստ եմ իշտել կրել, որովհետեւ դա իմ համայնքինն է, դա իմ ծնողներինն է, դա իմ ժառանգություն ստացածն է, դա իմ երեխաներն է եւ ընդհանրապես ինձ համար իմ ամբողջ համայնքի իմ երեխեքն է, այսինքն համայնքի սաղ երեխեքը իմ համար իմ երեխեքն են, նույն բակը պետք է ունենան, նույն էսանեն ունենան եւ այլն, բայց ցավոք դա տես չի լինում եւ միշտ պետք է նենց անես, որ դառնա տենց։ Հիմա կներեք միտքս կտրվեց, բայց համայնքը ամենակարևոր բանն է, որտեղ քաղաքապետ դինելը մի բան է, համայնքապետ դինելը ուրիշ բան է։ Դրա համար այս մոդելն է սխալ Երևանի 12 վարչական շրջան, ասենք, ով ասեց, ասենք, պետք է ունենանք օրինակ 50 հատ։ Լավ է, բայց թաղերի հետ բերես։ Օրինակ չի կարա կոնդը կամ սարիթաղ առանձին չլինեն։ Արեշը չի կարա առանձին չլինի։ Օրինակ եմ ինձ ասում, կամ փոքր թաղեր։ Չէ, օրինակ չկա, ասես ճիշտ է։ Բոքսի հայտը կամ կինո Մոսվանքին կամ կինո նայրի թաղերով, հա, որ ասենք, 16-ի հայտը անի հայտը։ Բայց իհարկե, բայց կոնդը կոլորիտով, որտեվ կոնդի ժողովուրդը շատ կոլորիտով մարդ են, չէ։ Շատ նուրբ է։ Կոնդու մարդը տարիով նուր չի գալի կոնդում։ Այդ մարդը չէ ուզում գել, այդ մարդը միակ տեղով գնում էր պոլիկլինիկան ստիպված Լեոյի վրա։ Բռնեցին, փագեցին, մի հատ փող քաղաքապետ եղավ 2-3 ամիս աշխատով քրեական տարբեր Լեոյի պոլիկլինիկա օպտիմալացրեցին, ես ինչ արեցի, փագեցին։ Ու այդ մարդ հիմա չկա փող քաղաքապետ, ոչ մեկի անազգոնը չի հիշում, բայց իր վատությունը արեց այս քաղաքում, տես շատ են եղել, տես փող քաղաքապետ է, քաղաքապետը լինելու են գնան կորեն։ Բայց համայնքն է մնալ, բայց այ կոնդի ղեկավարին, ահա, որ դա կլինի լիազորը, կլինի թաղապետը, կոնդը տուն ասի դու ես ընկել, ասի ես կոնդի թաղապետ եմ, դու ես ընկել։ Կասես Կիլիկիայի թաղապետ եմ, դու ես Նորագյուղի թաղապետ եմ, տենց պետք է լինի։ Որ ասենք այն կարևոր, ասենք Շենգավիթի, ասենք շրջաններն է տարբեր, ասենք մարդը, ասենք ես Յոնջելախի պատասխանատ ունեմ, ինքը գիտի, բայց որ այդ ոչ թե դառնա համատիրություն, դա ինչ որ նոր մոդել է պետք։ Մեր ամեն ինչը բազմաբնակարան շենքի մասին օրենքը սխալ է, այսինքն որ ասում են նոր-նորքի թաղապետը իսկական թաղապետ լինի, նոր-նորքը թաղ չի։ Թաղը ասենք թե եթե ինքը որտեղ կառուցվել է, չէ՞, ասենք եթե ասում ես 7-րդ, 8-րդ, 9-րդ, 4-րդ, որտեղ երկրորդն ու 8-րդը իրար զանգվածներ, իհարկե այնքան տարբեր են, ոնց որ առաջինն ու 5-րդը։ Տարբեր մարդիկ են, տարբեր կուլտուրաներ են, տարբեր տեղերից են եկել, տարբեր գործարաններից են այդ բանը ստացել այդ տները, հասկանում եք, եւ այդ ամբողջը, օրինակ աշխատում է այդ սաղ բանը օրինակ 8-րդ բանին կամ 7-8-ինը տալիս ես մի թաղապետ, ասենք իմ ավակ ընկերներից մեր օրինակ Վարդան Աղաբեկյան, այս երկրի ամենաուժեղ բարեկարգման շինարարության եւ ասենք կոմունալ ծառայության ղեկավարն է, օրինակ եմ ասում, վստահում ենք, ասում ենք, պարոն Աղաբեկյան, դու դառնում ես թաղապետ այդ շրջանի։ Համոզված եմ ինքը նենց կաշխատի, որ վաղը չմիսօրը
Եվս մի քանի հոգի որ արդեն պետք է դու նշանակես նոր-նորքի պատասխանատու, արդեն ոչ թե ընտրես քո բարեկամի մեկը զանգացի մեր կուսակցությունից է ձենաբերը, բան, ֆլան, ֆստան, տես չէ։ Այլ կոնկրետ մարդ աշխատում է, գնում ես քաղաքապետի, վարչապետ կռիվ ես տալիս, ասես մարդը պետք է նշանակի, շատ է որ ձեր կուսակցությունից չի, շատ է որ չգիտեմ ես ինչ խնդիրը կա, բայց այս մարդը զգում է համայնքը եւ համոզված եմ ամեն բակում տես կլինի։ Հիմա մարդում բակում ակտիվիստ է, նախկին թաղապետարանի աշխատողականը կամ չգիտեմ, ոստիկան եղել կամ զինվորական։ Թոշակյա շուտ գնացած մյա բակում գնա ջրի։ Գաշն անգ հանում է ջրի գալիս է մեկնա տուգանում, դե թաղապետանա գալիս, ծառ ասում են զանգես արի ծառաս էտի կամ ոչիլա Արի սրսկի ու իրանց գործնա չեն գալի անում, եկել արդեն սաղ ասում են դե լավ, ուրեմն ծառը կդեք, ասում են դե լավ, ընդհանրապես պետք է մի անգամ է ծառը սրսկել, ոչ թե ծառը կդել, ոնց որ է ծրիկաբար արեցին Թումանյան փողոցում կամ մյուս տեղերը Մոսկովյանում։ Դե դա ցեղասպանության նման մի բան է։ Դրա համար մեկը մի օր պատասխանատու։ Իմ միակ ցանկությունը այդ մարդիկ չփախնեն պրոստի երկրից։ Ոչ թե ինչ որ վատ բան է լինի, այլ ուղղակի պատասխանատվության ենթարկվեն, որտեղ այս դամբուլների պատճառով, բայց որ չհապացնեն կարող ամեն։ Մի րոպե, որ երկրից չփախնեն։ Կհասնեն պատասխանատվության։ Ձեր ասած պատասխանատվության։ Եթե փախնեն, ես ինքս խաղաղասեր մարդու։ Ասենք չեն փախնում իրենք, հա, չեն փախնում։ Դուք ասում եք չփախնեն, ես ասում եմ հա, չեն փախնում։ Եթե չհասնեն, մեծ իշխանությունն էլ է պրավալային։ Եթե չհասնեն, օրինակ, այն մարդը, որը պատասխանատու է ծառերի սպանդի համար, եթե այդ մարդը գոնե իավր, ասենք չգնա մի քանի անգամ դատարան, Թվաստու սիրոյելի վատ բաներ չեմ ուզում, բայց ինքը գնա հասկանա ու ապացուցվի իր մեղավորությունը, թե չգնա նստի, բայց ապացուցվի մեղավորությունը, որ այն հետևից գալացող արդեն այդ հիմար բան չանի, որտեվ հիմա այն ժամանակ, անկեղծ մինչև 18-ը, սղոցավար է դատվում էր, էլ չեմ ասում, կամ բրիգադիրը, կանաչապատման պետը, չգիտեմ, տարածքի ղեկավար, սղոցավար, հիմա սղոցավարը բանից բեխաբար բան ասում են կներեք ստրուկի պես գնում անում են։ Իսկ մի հատ սղոցավար չեղավ, որ կանգնած եղբերես վատ բան ենք անում, մենք 100 տարի էս կանաչապատում առողջ ծառա, բայց վախենում են, դա գործից են ուզում, այդ իրանց մի քանի կոպեկ աշխատավարձ, որտեղ դա իրանց արածի համար կոպեկ է, որտեղ այդ կանաչապատման աշխատանքը ամենածանր աշխատանքն ունեն։ Հասկանում եք, ոչ թե պետք է իրանց այդ վարչության պետերին պարապսարվոսավորը միջնորդությունների մեջ են այդ շենքերի շինթույլտվությունները, այլ հենց այդ մարդկանց պետք է բան տալ։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ավականու մի հատ ԿՊ անդամ չեղավ, ազգային ժողովի մի հատ ԿՊ կամ պատգամավոր չեղավ։ Երևան քաղաքը կենտրոնը դեպուտատ ունի, չէ՞։ Այդպես մարդկանց չնայեցին ծառերը կտրում են, գորը մի անգամ ձևական գար ասել, հա, կտրում եք ծառերը, հա, լավ։ Ու ասել ինտերվյու, ես խոսացի Յանի անհանգստացել։ Դա Յանին չեն անում, ձևական, Յանին չեն անում։ Ես մի անգամ զրուցել եմ Ջավադյան Յուր Լևոնիչի հետ Երևան քաղաքի առաջին տեղական էր քաղաքսույթի նախագահ Մուրադյանի ժամանակ։ Մինչև այդ տեղել ամենաերկար մեր Լենինյան շրջանի կառուցողներից էր Շենգավիթը, շատ ամենաբրեզուտատիվ, ֆանտաստիկ մարդիկ են կառուցել։ Ասում էր հետաքրքիր բան է մի օր պատմում, ասում է Վիկտոր, մի անգամ ծառերի պլատաներ, մի ասում մի 10 տարի վախում ենք կպտենք այդ պլատաներին, Մաշտոցի փողոցի Լենինյան ժամանակ պրոսպեկտի։ Ասում մի քիչ խոր է տեղավ։ Ես զգացի, բայց ասում այդ շենքերը պետք էր բացել, այդ խնդիրը միշտ որ ինքը տեսել է որ ես այդ կռվի մեջ եմ անենք, չանենք, մենք փորձեցինք մի քանի հատ պլատանները բան, ասես մի օր ինձ կանչեց Ներսիսյան Լեոնիդը, քաղաքոմի նախագահ Երևանի, ասես լսի, եթե գարունը բացվեց, մի հատ ծառ հանգարց այդ քո շատ խորն էս էլի արել, հանկարծ խնդրեմ ունեցավ, պարտական բիլետը դնելու ես եւ քովը քրեական գործ հեռացնելու ու շատ մեծ պարտասխանց, ասում է անգամ բանը Դեմերչյանը դրա մասին անհանգստացած անդադ զանգում է, ասում է ինչ եք անում, ես ինչ եք անում, այս մարտիկ փոխանակ դանը բռնեցին ծառերը ոչնչացրեցին Առանց որևէ հիմքի, բայց հիմա այդ քննիչները, ամեն քննչականի պետ է փոխվել կամ ասենք ԵՎԴ-ի մինիստր կամ այն մեկը կամ այն մյուսը։ Հիմա տենակ ախպեր, դուք ինչի՞ց եք վախում։ Դա ունեցի չէ, որ ասենք կառավարության որոշումը կամ Նիկոլոս Սաղին հավաքել ասել ծառայքը կդրեք, գանքը վախենան։ Մի հատ կիսագրագետ հողակի ղեկավար կիսագրագետ քայլ արե։ Դուք ինչի՞ չեք ուզում, դաժե գործը մարդիկ զանգում են քաղաքացիները բողոք են անում, գործը չեն ուզում վերցնեն վարույթ։ Հիմա ասես ոստիկանությանը ո՞նց հավատամ։ Ես այս դատախազությանը, որ պետք է վերահսկի, ո՞նց հավատամ։ Ես այս դատարաններին ո՞նց հավատամ, որ անգամ դրված է որպես հայցապան միջոց կամ բանը նոր ծառերը չկտրեն, երբ որ տեսնում են այդ գիտնականներն է տարբեր այդ ղեկավարն է հողակի այդ գիտնականն է տարբեր քրեական գործերով խարդախությունից միջև յուրացնում, անցնում, այսինքն կարմիր լույսա չէ վարում, որ այս մարդիկ պրոբլեմատիկ մարդ են։
ով էր այդ հանձնաժողովին օր եղել է, կեսը մեծ մասը մեզ գրել են, որ մենք կապ չունենք, մեզ չեն եկի ասել, որ պետքա Մոսկովյանի այդ կասկադի առողջ հացենիները կդրես կամ Թումանյանի առողջ թեղիները։ Հա, փտացը, հա, բայց այդ փտացի համար դու պետքա նախ ծանուցես, պետքա գաս ապացուցես, պետքա ժողով անես, մարկանց հետ խոսաս, Երևանում, բայց սա հատուկ արվում, սա հատուկ անում Նիկոլ Փաշինյանը, Երևանցի դիմադրությունը ուզում է կոտրացին, ես ձեր ողնաշարը կոտրում եմ։ Ես ձեզ ծառել եմ, կդեմ ինքս մա տեսնի, ինքը շոշափում են։ Սա քաղաքական հարց է։ Որտեղ ոչ մեկ հիմար չի առողջ ծառայք դրել, իրանք փորձում են, որ տենա Երևանցի դուրս է գալիս, թե դուրս գալիս։ Բայց հենց սա Բագրատ Սրբազանի շնորհիվ ցույց տվեց, որ մարդիկ կարողանում են, այսինքն 100,000 մարդիկ գան, որտեղ եզակի դեպքն է, որ մարդը, պարկեշտ մարդը, առաքինի մարդը կարողանում է հավաքել, որտեղ վստահություն կա, դա նշանակում է իրենց համար սիգնալ է, չէ՞, որ Նիկոլեն Զորյանք հասկանում է, որ յուրաքանչյուր, ասած մի հատ կայծ եղավ, ժամանակի հարց է։ Բայց գոնե ծառերը մի կդրեք, այլ այդքան ձեր կոռուպցիայի բանի վրա ձեն չենք անում, չենք խոսում, չենք վիրավորում, անձնական ընտանիք չենք մտնում, բայց ծառերը խեք կդրում։ Շենքի թույլտվություն եք տալի, մեկը չենք հասցնելու, կասկադն եք ծախում, չենք հասցնելու։ Միտես խոսում են, ասում են 35, ոնց որ մարդուն հիմարի տեղ դեն, ասում են 35-45 հեկտար ծառ ենք տնկել, հեսա հերթով գնալու ենք ստուգենք այդ 45-ը, տնկել են թե չեն տնկել։ Բայց մի կողմից 5-ից 10 հեկտար միակ գիշերային որոշման մեջ կասկադից մինչև Մատենադանի Սարալանջը ուզում են ծախեն ինչ որ մեկին։ Այսինքն անտառը, որ ինքը այդ անտառը նույնն է, ոնց որ մանումենտում, ոնց որ հենց հիմա մեկը վերցնի մանումենտում վերցնի, ասի, այն ժամանակ էլ այնը մանումենտում էլ են հյուրանոց սարքում ես անում են անում, բայց դուք ինչով եք լավը։ Բայց այն դեպքում խրսան բարոյականություն է, իրանք եկել են նրա համար, որ այդ մանումենտի այդ անտառը վերականգնվեր, իրանք եկել են նրա, բայց ավելի շատ կառույց եղավ հիմա։ Բուսաբանական այգին տեսել եք։ Բուսաբանական այգին, ախր բաներ կա, որ հարցնում եմ ուղղակի տեսել եք։ Իհարկե տեսել եմ, ախր բուսաբանականին ստեղծվել է այն ժամանակ։ Դա գիտահետազոտական ինստիտուտ է, դա գիտահետազոտական թող փագեն, ախպեր, եթե մարդիկ պետք է լինեն, թող փագվեր գիտահետազոտական ինստիտուտը, չեն կարող այդ մարդիկ տկարել, եթե գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը մի չիկ դուրս գալի քաղաքացիների ներողություն, ինքը Երևանի ռեալ թոքերը դա է 80 հեկտար։ Մեր ամբողջ Ջղակաձև այգին առաջինից մինչև Կինորայսից մինչև այդ Պապլավ 30 հեկտար ընդամենը 80 հեկտարից հիմա այնտեղ ծառ, կարող 20 հեկտար ծառ չլինի։ Ես մի բան հետաքրքիր ասեմ, ես շատ զարմացած եմ, շատ ուրախացած եմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր էր դառել, մի քանի օր էր թե ամիս էր վարչապետ, գիշեր գնաց Սինգապուր։ Ու Սինգապուրում գիտեք ուր էր գնացել։ Բուսաբանական այգի Սինգապուրն աշխարհի ամենալավերից է։ Անենց է ուրախացել, անկեղծ ասած, հեսա կգա, փողերը կդնեն։ Դե հիմա Սինգապուրի նման արել մեր բուսաբանական այգին։ Դրանից հետո ինքն ընդհանրապես չի եղել բուսաբանական այգում։ Դուք պատկերացնում եք, ինքը դրանից հետո չի եկել, ինքը չի տեսել։ Ոնց կարավ կառավարության ղեկավարը Երևանի ամենամեծ, ամենակարևոր գիտահետազոտական ինստիտուտում, Երևանի ամենակարևոր կառույցում, ամենաբնապահպանական առումով, ես ասում Երևանի կոնկրետ թոքեր, ասենք Ալեքսանդր Թամանյանը, որ դա նախագծել է, Նիկողոս Բունյացյանը, մնացած այդ խմբերը մասնագետներ են բերել, վերապատրաստվել են բուսաբանական այգին։ Որոնք հասկացել են քամիները ոնց է գալի, որ պիտի գնա եւ այլն զովությունը, այդ սա ամբողջը հաշվեն առը։ Տարիներով ոչնչացրել ենք, տարիներով, իսկ հիմա մենք կարենք այդ շենքերի տեղ որ շենքի թույլտվությունները տալի ձեր ընկեր բարեկամ քավորներն այդ փողերը հավաքում, ախպեր դրեք այդ փողը բուսաբանական այգում։ Ասեք ամեն Ավանում այդքան շենք է կառուցվել, կամ նոր-նորքում, կամ այդ Զեյթունում այդքան շենքեր են, չէ՞ կառուցում։ Որ մեկին կանչես, ասես եղբայր քո ամեն շենքի համար կբերես օրինակ 100 միլիոն դրամ, որտեղ իրանք աշխատում են միլիարդավոր դրամներ։ Իրանք գերշահույթ է։ Համայնքին դի, ոչ թե վերցնեն թաքուն ինչ որ բիտկոյներով բանով ֆրստեն իրանց փողերը, մեկը բռնվելու են վերջում սա։ Այդ բերեն դնեն այդ համայնքի, բերեն դնեն այդ բուսաբանական այգու։ Մենք բուսաբանականին, բերում բուսաբանական այգու միակ գիտահետազոտական մասնագիտականին, բերեցին սարքում են կյանքի պուրակ։ Մի հատ բան են գծել, ամենայն հարգանքով մեզանից շատ ոչ մեկ հարգող չնի մեր սա զոհերին 44 օրա, բայց տանեք օրինակ դրա համար հաղթանակի այգին կա, այլ տեղերը, սա միակն էր մասնա, սա չպետք է քաղաքականությունը մտներ այդ այգու մեջ, հասկանում եք։ Եթե դու այնքան իմպոտենտ կառավարությունից փոխաբլուրի ճանապարհը, այո, տարեք այնտեղ։ Իսկական կյանքի ինչի՞ մենք բուսաբանական, նույնն է որ գազանանություն, դա լրիվ նույնն է, որտեղ նա կենթանաբանական այգին է, սա բուսաբանական այգին է։ Երեխաները գնում են ուրախանալու, դրական էմոցիաներ ստանալու, երբ որ դու երեխան գնում է գազանանոց, մեկի օրինակ ասես, պուրակ, որտեղ մեր նահատակված տղեկի, մեր հերոսներինն է, ես հասկանում եմ դա։ Բայց դա էլ է քաղաքական պլանավորման զրո գիտելիք, դա էլ է համայնքից զրո տիրապետում։ Մարդիկ չեն հասկանում իրենց համայնքը, որտեղ ասում եմ միջև հիմա ես համոզված չեմ, չգիտեմ, որևէ քաղաքապետները վերջերս եղել են, թե չէ, բայց կառավարությունը ինքը գնաց բուսաբանական այգի Սինգապուր Նիկոլ Փաշինյանը, բայց հետո չեկավ Երևանի չեղավ։ Ինքը պիտի գար, քայլեր անընդհատ, ամիսը մեկ պետքա գնար։
որտեղ սա է մեր քաղաքի ապագան, չեմ ասում Ուղղակաձև այգի։ Ավելին ասեմ, Ուղղակաձև այգին, մանումենտը, դուք պատկերացնում եք մանումենտը միջև այսօր տնօրեն չունի։ Ինչ ենք ուզում ենք։ Ոնց է, մենք քաղաքապետ ենք ունեցել։ Մենք հիմա ուզում ենք գարաժի դուր դնի, չի կարա դնի։ Լևի։ Ոնց դու կարեցար մանումենտում, այդ չորտովի կալիսոն դրեցին անօրինական, դուք հասկանում եք ինչ խայտարակություն է։ Դուք հասկանում եք ինչ խայտարակություն է, որ ասենք կամ կոնդու մեկը շենք հասարկում, վերևը 4 հարկ ավել դնում է, 4 հարկ։ Իմ ժամանակ մի քար չէին կարա դնել։ Այս է տարբերությունը։ Այդ ոնց եղավ, ասենք, մեկ կոֆե ապարատ Լևի չի եղել, կենտրոնը կամ Լևի ծաղիկի տեղն է, հեժան թեթև բաներն եմ էլի ձեզ ասում։ Այդ ոնց եղավ սրանք մորթում են սենց, հա։ Օրինականն էլ չկա։ Դե մարդը կարա ասենք վերցնի Աբովյան փողոցի վրա 18 հարգի շենք նույն հին նախկիններ, ճարտարապետ իրանց հին ձևերով, նույն Ֆիրդուսի Էրնանից են, Աբովյանի վրա բերեն 18 հարգանի շենք կառուցեն, սաղ ցածր, հասկանում եք, ոնց ժամանակին Թումանյան փողոցը, Թումանյանը Սարյանից Մոսկովյան Սարյանից մինչև Խանջար մի հատ բարձրահարկ շենք չկար։ Վերեցին այն ժամանակ 10, 12, 13-ով թիվներ, Նարեկ որն է, ոչմ ճարտարապետ բան։ Վերեցին այդ Աբովյան Թումանյան Խաչմերուկում այդ սպորտ կոմիտեի Քոչար Մազմանյան մոդեռնիստական ավանգարդ ֆանտաստիկ շենքով, տարբեր մրցանակներ շահած, քանդին վերեն ինչ-որ մետլախով շենք են սարքել 18 հարկ, ուռոդացին է ցաղ մեր Երևանի կենտրոնը։ Մի հատ ուռոդացին է հյուսիսային պողոտային բարձր շենքը Թումանյանի, հա, Այն հին Երևան ռեստորանի հետևը։ Հիմա այդ բռնել են Աբովյան, Երևան հյուրանոցի դիմացը 18 հարգանի շենք, այն դեպքում որ շենքը պիտի կիսատներ, ցածր լիներ։ Մենք պետք է հյուսիսային պողոտայինը հին Երևանցի փողոցին բերենք Շարլ Ազնավուրի հրապարակ։ Պարոն Նացականյան, ցածր լինի, բնակարան քիչ կլինի, շահույթը քիչ կլինի։ Մենք գալիս ենք փողին, էլ եթե ջերգիրության մակարդակի պիտի իշխանություն լինի, որ բարձա չէ, թե ինչ-որ մի հարցի հիմար չենք հասկանում ենք էլի։ Մեկը դրանք բացվում է, չէ՞, բայց այն մյուս ոգողները նույն սխալը չեն անելու այսօրվա դատախազության կամ քննչականի կամ բան, ավելի ձիգ մարդիկ են լինելու, ավելի պրոֆեսիոնալ լինելու։ Մենք եկող իշխանությունը, okay, բա մեր սա հույսը դա է։ Այս ամբողջ ազգը ասում է, պրոստը ոչ մեկ չի ուզում։ Ես ուղղակի մի բան կարող եմ ասել։ Ուզում եմ շուտ այս մարդիկ թողեն ընտրություններով գնալ, լավ էսքան դիմացել ենք, հեսա 26 թիվն էլ, հա։ Բա որ մինչև 26 թիվը Հայաստան չլինի, խաղաղության պայմանագիր։ Ինչ կարծիք եք օրինակ։ Ասենք այն աշճանա, որ հրապարակում հանրապետության խաղաղություն, ինչ խաղաղობა կարդացես, այդ մարդիկ չեն կարդացել, դի պրոստը։ Չէ, դուք տեղյակ եք այդ պայմանագրի ինչ որ կետերից բանից, որովհետև նայեք, ասում են, այս երկու կետը մեր պահանջն է, ասում ենք լավ, այդ երկու կետն էլ են ասում, մենք ընդունեցինք վերջապես, մենք պատրաստ ենք նույնիսկ միայնակ ստորագրել այդ պայմանագիրը, այդ ասում են, հոп, միայնակ էլ մի ստորագրել է, մի քանի կետ էլ ունենք։ Մի հատ կարամ օրինակ բերեմ Երևանից, բանջարան կներեք, կարող ինչ կոպիտ հնչի, կարող մի քիչ փողոցային ոչ թե լեքսիկոն, այլ օրինակով էլի, որ մենք ոչ թե երիտասարդ Երևանը հիմա եկա ժամանակ ավելի շատ էր, մեծ բառ կա, ասում է գարլխված էլի։ Եթե գիտեք ում է, այդ մարդիկ էին, այն որ լումեր են փողոցին, որ միջև Ես կոնդում եմ ծնվել մեծացել, դրով տանում եմ, հասկանալ։ Օրինակներում չբերեմ մարդկանց գա։ Այն որ խլում էին ձեռից, հա, ծեծում էին անընդհատ, կներեք, չգիտեմ, թքում էին վրեն, դգլորացնում էին փողոցը, գցում էին, ոչ շանսատակ այդ մարդը գալախված վիճակում էր, էլի։ Այդ մարդը ով հաշվի չէ կանես, մենք գիտենք, հա, կարող է մարդում մեկը միլիցիայի դիմում, մեկը մեկին դիմում, չէր կպտում, բայց դու գիտեր ինքով է։ Հիմա մեզ այս երկրին, այդ մենք շատ ենք գալախվել, հասկանում եք։ Վատ բան եմ ասում, սա կողոդաժի կդրեք է խնդրեմ հետո եթերից, բայց սա մեզ ես տենց եմ զգում, ոնց կարա մի երկրի կողքի թշնամ երկրի հարևանը, ասես մատ թափտա ձերտա իմ ղեկավարին։ Հիմա ես ինչքան է չսիրենք, ատենք 26 թվականի ընտրությունների գոռա էդի վիրավորականը, հասկանում եք, ես փորձում եմ նաև անդադիմ ջղենանում եմ, հիշում եմ, որ ես նաև կուսակցության ղեկավար եմ, քաղաքական կուլտուրական բաներ էլի նստում եմ, բայց ինչքան ես, բայց մյուսները, բայց մարդիկ երբ որ հետո ինչքան կարա ինքը անդադ հենց այդ տուզիկ վիճակից, հասկանում եք, ինչքան ինքը կարա մեր մայրերին վախացնի, ասի, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, դա համար չեն գնում։ Իրանք էլ որոշել են ինչ, այդ է հարցը, գանք ամենասկզբին։ Ոչ թե գնում են Իրան ընտրում, այլ չեն գնում ընտրության։ Այդ մայրերը, որ ունի տղա, ես հիմա ես ունեմ փոքր տղա, ես հիմա տեսնում կինս ոնց է կապած, ոնց է սիրում իր տղուն։ Ես հասկանում եմ ինքը ոնց է
ինչ էմոցիաներ ունի, ամեն ինչ անում որ պատերազմ չլինի։ Ու ինքը կարա տենց հանկարծակի շուլերների ասածների խաղաղության պայմանների հավատա, ինքը չի գնալու ունտրի իրան, բայց ինքը չի գնա ընտրության։ Նա չի հավատա, բայց ուրիշի Դե օրինակ եմ բերում, բայց ինքը ինչքան եմ գինի մնացածը մորական բնազդից ուժեղ բան աշխարհում չլինի։ Ինքը այդ բնազդի վրա խաղում որ եթե կան, ես եմ կամ պատերազմա։ Ինքը փորձեց այդ կաշառքները նախկիները տեսավ Յակովը կուշտ ավելի շատ կաշառակեր ու բան են դարը։ Հեսա հերթով, այսինքն դուք պատկերացնում եք, ասենք չկա տենց ոլորտ Երևանում հիմա, ու Երևանի օրինակով էր, ես ասենք զբաղվում եմ Երևանի խնդիրներով, հա, չկա տենց ոլորտ, որտեղ չկա կոռուպցիա, չկա տենց ոլորտ, որտեղ չկա կաշառակերություն, չկա տենց ոլորտ, որտեղ չկա շահերի բախում, բայց այս մարդիկ ընդհանրապես չգիտեն, այսինքն մի հատ աղջիկ ջայլ բերեն դրեն օմբուդսմեն, ասում եմ ես ամենաուժեղ իրավաբան եմ, ընկեր ու իրավաբան, բան ու գործը թող, քո ամենակարևոր գործը, ամենաշատ իրավունքները ոտնահարվում են, Երևանի քաղաքապետարանը զբաղվի մենակ դրանով։ Մի օր մի գործ մի հատ բան քննել է հետաքրքիր։ Մի հատ հատուկ զեկույց Երևանի քաղաքապետարանը հատուկ զեկույց պետք է տա, բանը կներեք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը օմբուդսմենը հատուկ զեկույց պետք է անի Երևանի այս վերջին կոռուպցիոն սկանդալների կամ բաների, ինչա դրանունը, այս շահերի բախման թեմայով։ Իսկ շատ նուրբ հարց է, այս հատկապես այդ կոռուպցիոն ռիսկերը ընդհանրապես վերահսկելի չեն, բայց հիմա ձևը գտել են, էլի սա բանկիրներով իրար մեջ գնացել են մի բանկիրները կպել են ինչ որ կառուցապատողներին, հա, մի փոխվարչապետ տիրություն անում մի կառուցապատողին, այն մի չգիտեմ բանկի նախագահան էս մեկին, այն մեկը տիրություն անում էս մի քանի խումբ падգամավորներին, մեկը տենց ամեն մեկը մեկի ջեբը գցել է, տենց յոլա են տանում, գնում են սաղով է խափում են Նիկոլին ասում են սաղ լավ է, սա մեկը պրավալի վրից, տրանսպորտը որը եկեք հիմա օրինակ ասեք քաղաքային 6 հատ օրինակ բերեմ քաղաքի պրավալներից Ինչ ասեմ, եթե ես էլ գիտեմ։ Եթե ուրիշ հարց ունեք, ասեք, ես շատ էմոցիոնալ եմ ես որևէ։ Ինձ մի բան է հետաքրքրում, դուք բերեցիք հասցրիք այս հարցին, թե այս ինչ ասենք բանը էլի խնդիր ասեմ, թե տենդենց ասեմ, իշխանավոր դառնալը դարձել է հաջողակ բիզնեսմեն լինելու գրավականը։ Մարդը կարող ամբողջ կյանքում ոչինչ է, թե որպես քաղաքացի, թե որպես ձեր ասած թաղի տղա, թե որպես, չգիտեմ, բոլոր որպեսներով ինքը ոչինչ է, հենց եկավ իշխանության, դարձավ հզոր բիզնեսմեն։ Ինչով է դա բացատրվում։ Ում ասում ես, ես ասում եմ, բիզնեսով եմ կուտակել հարստությունս, բայց այդ բիզնեսը մինչև իշխանություն այդ բիզնեսմենությունը չկար։ Դուք ասեցիք, դուք պատասխանեցիք ու շատ լավ մենք իրար հասկացանք։ Մի դեպքում կներեք, մի դեպքում մարդային մի խմելա, բոլորս էլ խմում ենք էլի, բայց չենք ելնում փողոց տենց բաներ անում։ Մարդային մի խմելա, դուրս է եկել փողոց։ Մի երկու բառը լավ էլ ասել, մի երկու հայհոյանքել։ Որն ավելի պարսավելի։ Քաղաքացու երեսին թքելը, թե փողոցում հայհոյելը։ Մի դեպքում 24 ժամվա ընթացքում հրաժարականը գնում է, մի ուրիշ դեպքում բան չկա։ Այդ կոչվում է բարոյական իմպերատիվն է։ Այդ դրա խախտումը մյուս դեպքում էլ լավ եմ արել։ Ախր այդ օրինակը վերեմ էլի, գիտեք, երբ որ շատ ցավալի դեպք եղավ, երբ որ մեր բժիշկներից ռազմական, այդ հարսնակարի դեպքում ծեծվեց, սպանվեց, այն ժամանակվա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը падգամավոր էր, չէ՞, Ռուբեն Հայրապետյան։ Ինքը այդ կռվին չի եղել։ Ամենայն մեծ ցավ եմ ապրում, շատ մեծ դժբախտություն ա եղել, շատ վատ բաներ եղել Երևանում։ Ինքը այդ կռվին չէր, դա ռեստորանային կռիվ էր, այսինքն քաղաքական կռիվ չէր, ես դա եմ ուզում ասեմ, չէ՞, կուսակցական կամ ինչ որ լրագրողական հետաքննության կամ ինչ որ քաղաքական հասների, բայց մահացել էր իր տարածքում, մարդը դիմում գրեց, թողեց դուրս եկավ։ Դրա համար պետք է միշտ օրինակ վերել եւ հարգել։ Այն դեպքում որ ինքը ժամանակ նախագահ ամենամոտներ ընկերներ, մեծ ազդեցություն ուներ, մամուլը տեն շատ մեծ ազդեցություն, այսինքն հնարավորությունը կար, բայց դա չես կարա չհարգես։ Ու ես այսօր, երբ որ կարդացի, որ Վիլենը գրել է, ես անգամ Facebook-ում եզակի որ այդ քպական ժողովրդին կամ իրեն լայք եմ, դե գիտեք ինչի համար այդ որտեվ սա նշան է, որտեվ ես ինքն էլ եղա իրանց լյուբիմչիկներ։ Ես իրեն ճանաչել եմ մտերմություն եկար այն ժամանակվա շտաբային աշխատանք բան եւ այլն։ Ես իրեն գիտեմ, ես իրեն ճանաչում եմ։ Ես իր այդ կեցվածքը լավ խնդիրները հասկանում եմ, բայց ինչի համար, որ առաջին գրել է եւ երկրորդ ինքը խորքային հարց է բարձրացնում։
Եվ ինձ ուզում մասնակցի վարչապետ վարչության քննության, չգիտեմ կհասնի կթողեն Աղազարյանի օրը կգցեն։ Որտեւ ինքը հասկանում է ներսը խնդիր կա։ Վերջապես ինչ որ մեկը ասում է Կարոլ de Gaulle, ինքը հասկանում է որ իրանց բան մեր կա։ Աղազարյանի պահովել իրեն adekvat դրսևորել։ Ինքը միշտ էլ ասենք Դավիթ Հետոնյան ընկերությունը արել միշտ էլ պատժկա, չես կարա դա չհարգես։ Ինքը անհավասար քաղաքի տղայաբան շնորհքով բաներ ունեցել է միանշանակ։ Հիմա չեմ կարող մենակ այդ կուսակցությունից էլի մարտիկ կան, տենում բարում պատճում են ջերմա։ Ես չեմ կարող դեռ կանել adekvat մարտիկ։ Հարցը դա չի։ Հարցը բայց իրանք պետք է հասկանան այդ օրինակ, բայց ես կուզենայի որ ինքը ասա, ախպեր ծառը խեք կդրում։ Գնալ ինքը դեպուտատ է, հողակի ղեկավարը ասել խես կդրում, այդ արի մեզ բացատրի գավ ազգային ժողովում, ազգային ժողովի նախագահան եւ կենտրոնի դեպուտատն է։ Չէ՞։ Ասենք հայ ինքնից է եղել, բայց մարդ Երևանցեր ինքը Երևանի ընտանիքի տղա է, հերը, ասենք, դες մարդը կանչում ես ախպեր խես ծառը կդրում։ Մեկը գրել գոնասեր Վիկտոր ջան, Վիցա ջան, զանգերասեր եղբայրը ինչ ա շուխուր եք անում։ Ռուսները մեր ռուս Երևանցի Երևանի ռուս քաղաքացիները, որոնք ավելի կազմակերպված են, արժեքը գիտեն օգտեատրոցը, մակրության եւ այլն ծառերի, իրանք են օգնում մեզ։ Ես գետին եմ մտնում, որ գնում ես, տենում ես, հայ ավելի քիչ կա, կամ ռուս, երբ որ մեր Երևանի ծառերը ուզում են կանենք։ Այն դեպքում որ մի հատ ծպտուն մեկը դեպուտատ ծպտուն չհանեց։ Մի հատ մինիստր, արա պետք է կապել եք ձեր մեկը այսօր չէ, մի քանի օրից, մի քանի ամսից ձեր հարցը լուծված է, գնալու եք ախպեր, բայց վատություն մի արեք։ Ծառերը այնա որ միշտ անելու են, որտեվ ղեկավարների իշխանություններին չեն հիշում այդ օրենքներով, հիշում են կառուցածով։ Դրա համար են բոլորը սիրում Կարեն Դեմերչյանին, հա, ասենք Քոչինյանը դել է խնդիր, Զարուբյանը դել է խնդիր, Գրիգոր Հարությունյանը դել է, Խանջյանը դել է, միասնիկ է, բայց իհարկե, բայց այդ բոլորով, այդ մարդիկ մի բան լավը կառուցել են, անընդհատ շենացել են, կառուցել են։ Բայ քեզ բան, բայց հաստատ ասում ծառը ես օրինակ բերեցի, այդ մարդը ասում ես 2 ամիս, օրինակ Ջավադյան Յուլևան, չասում ես անհանգիստ քնում եմ 3 ամիս, մինչև պետք է այդ բողբոջները տայնել, պլատանել, ասում չես պատկերացնի իմ վիճակը։ Բայց մարդիկ բռնում են ծառը կդրում են։ Իրոք դա շատ կարևոր մարկեր է։ Որ ծառը չկա, ոչ թե շանտաղության մարկեր է։ Ոչ թե ձեր ասած Ջավադյանի նման 3 ամիս անհանգիստ կքնեն։ Ծառը չկա, հանգիստ կքնեն։ Հիմա ծառը ես շշկելու բան է։ Լուրջ ուղիղից մեջ չի տեղավորվում։ Ոնց կարա մարդ գնա առողջ ծառը կդվի, բերի ինչ որ շիվեր ասի։ Այն դեպքում որ կա Մելիք Ադամյան փողոցը, Երևանի ամենասիրուն փոքր շատ մենք պլանավորում ենք Ալբանիայից գար, տրամվայի գնար եւ այլն սիրուն էլի, որտեվ սիրուն փողոց պիտի ստվեր կար, մարդիկ պիտի քայլեին, հետա խանութներ չկա, այսինքն ինքը տենց հետաքրքիր տեղ էր էլի շատ տենց աուրիցիկ առումով։ Բռնեցին կատարպան, որ ասենք ընդամենը այսքան հենա մասիվում կա մի հատ Synergy օֆիսի մոտ, այդ նույն ծառերից կա, այս ոնց նայում են 7-8 տարին է այսքան սաղարտա, ոչ ստվեր անում, ոչ բան, սիրունությունը հանա է, սիրուն է, բայց ինքը մայթի ծառի քաղաքյամն է գլխավոր բանը, ստվերն առաջինը ստվերն, հետո օդը, հա ջան, օդ մաքրում է, կմաքրի, բայց էդի հիմիկվա իրանց տնգած ծառը մի 10 տարի, այդ երկու ծառն իրանք ասենք եթե հանեն 50 ծառ, օրինակ Մելիք Ադամյանի վրա, այդ իրանց սաղ տնգածները Մելիք Ադամյանի վրի թեղիների ընդամենը այդ երկու ծառից քիչ են տալու միշտ։ Այնտեղ ախպեր դու վերցեք կառավարության դեմն է։ Ես ինքս դրա միջով մի անգամ անցել եմ, հիշում եմ, երբ որ ես թաղապետ էի, մի օր ինքոներ ոնց որ ինտերվյու էր տալի, ամառվա կողմներ հունիսի վերջեր դեպի, որ գտնեմ, մի օր հետաքրքիր է կդնեմ։ Ուրեմն այդ մլակները, դες կամերան արևը նենց հանգի, ինտերվյուից մլակները ֆռում են, այդ կառավարության դիմաց է նաև բաներ, այդ թեղիներ կան, իհարկե գնդաձև ինչ թեղիներ են, ոչ թե մանրատերև ոնց որ Թումանյանումներ են, կլորոտ։ Մենք մի անգամ սրսկել ենք, երկրորդ անգամ ենք սրսկել։ Երրորդ անգամ ասում Մամոթա վարչապետը տալիս է, սաղ մլակ է կողքը։ Ես ինքս հայտարարակ եղա։ Ամաչեցի դրա համար, գնացել եմ առավոտը 6-ին իմ զորով սրսկել եմ։ Ախրանանեկա ինչ ես ասում, սրսկում, ասում տիկագեբես թույլտվություն բերես։ Դրա համար էլ մլակները Դա համար եթե ասենք պիտի բերես թույլտվությունը ծառը սրսկելու համար, դա համար էս երկրի 1-2 չի դառնում էլի բանջարը։ Ինչ եք գտնում մինչև 26 թվականի ընտրություններ երկիրը կդիմանա այս տեմպերով, որ մենք 26 թվականի ընտրություններին հասնենք։ Մենք ասենք պեչատը կմնա մեր ձեռը տենց թե չէ, հա, հա, որպես կուսակցության ղեկավար, ոնց եք կարծում։ Ես կհասնենք այդ ընտրությունների բերկրանքը վայելելուն, թե իհարկե կհասնենք, բայց ինչ գնովը չգիտեմ։ Երկիր կլինի, բայց ինչ գնով կլինի չգիտեմ, որտեվ ցավոք ոնց որ այսօրվա քաղաքական իշխանությունը իրանց ընտրությունների ոնց է պատասխանատվությունը մենք չեղան մարդիկ
որ այդ սպասումները արդարացնեն։ Այսինքն չեկան ասին, բարև ձեզ, ես այս ինչ կուսակցության իրենց փոխ նախագահն եմ, իմ ժողովուրդի հետ խոսում, մենակ ձեր կուսակցության մեր հեղափոխությունից հետո սպասումները արդարացնելով։ Չի եղել այդպես մարդ։ Ասեն կարար մեկը եկի աշխատակազմի ղեկավարը, չգիտեմ, ինչ որ մեկը գաս, ես միշտ 2 ամիսը մեկ տալիս եմ պրես կոնֆերանս, ասում եմ, ինձ սպասելիքներն եք, որտեղ հեղափոխություն ա եղել է։ Դες որ ասեն դու չես, հիմա նայա։ Հեղափոխությունն է եղել։ Այդ դες ուրիշներ ասում են չի եղել, պալատական, սանդելանատավես երժման, ես դες բան։ Հեղափոխությունն ա եղել։ Դու պետք է հիմա դրա համար օրինակ այն ժամանակ կոմունիստները արել են, չէ՞, ցարականի ժամանակ, ու բարբերաբար աչոտ են տվել։ Էսա փոխվեց գործառույթը ամենտարի շաբաթօրյակ է հեչ որ։ Եթե այդ խելքի ենք այդ մանկարդակ ենք, դե ուրեմն իրանք 26-ին չեն հասնի։ Իրանք արդեն չեն հասել 26-ին։ Որովհետեւ ժողովուրդը չի ուզում ցնցման գնա, ժողովուրդը չի ուզում կռվի դավի գնա։ Ես հասկանում եմ դա, ես պետք չեմ անում։ Պետք է չի գնա, սպասենք 26 թվին, պատերազմ չնի, պրոստը ինչ լինի, հիշեք, այս պատերազմի չէ պետք չի վախենալ։ Իրանք միշտ վախացնում են պատերազմով։ Բայց պետք է վախենալ ոչ թե պատերազմից, պետք է վախենալ, որ հետս նա դեռ ով է քո պաշտպանության նախարարը, ով է քո պաշտպանության փոխնախարարը։ Մեր ամենապրավալնի տարբեր քափող զամինիստրների փոխքաղը բերեն տալը պաշտպանության փոխնախարար։ Դե ով է քո այսօրվա բանը տեղական բան է տարածքային կառավարման նախարարը, ով է քո այսօրվա ներքին գործերի նախարարը, ով է փրկարարական նախարարը, ով են այդ մարդիկ, ով առողջապահության նախարարը, ով են այդ մարդիկ, որ պատերազմի ժամանակ մեր մեջքը պետքա բայ, ով է քաղաքապետը։ Դուք հասկանում եք, որ հիմա հարցակվում են Երևանի վրա կամ մնացածը։ Անկեղծ եմ ասում, ես ավելի շատ ուրախացել էի, երբ որ Վալուձա Գրիգորյանը առաջարկեց նաև ապրելու երկիր կուսակցություն դաշին կազմենք, փարակարի առումով, գիտեք ինչի, որտեղ ես գիտեմ այդ սաղը ժողովուրդը դու համայնքը թասիբով մարդիկ են ու շատ ուժեղ ես այն օրը համոզվեցի դրա մեջ, որ պատերազմ եղավ ոնց որ Մասիսը, հա ոնց որ մենք պետք է պաշտպանենք, պիտի թասիբով մարդիկ լինեն, թասիբով մարդիկ նաև, իսկ այս թիմում ես թասիբով մարդ չեմ տենում, որտեղ ասում ծառը կտրում էր, մեկը դաժե չի եղել, ասյալ լավ, էսի չեք անում։ Բայց սղագրություն բերի իրանց ԿՊ վարչությունում, քանի հոգ են, 10 հոգ են, 20 հոգ են, ասեն պարոն վարչապետ, խենք ծառ կդրում։ Խենք ծառ կդրում, շանտաղա դու ես այդ ծառերը բերե, դու ես տնգե, դու ես այդ բանը սարքե։ Մի օր Բրեժնևի աղջիկը գիտեք ինչ ասել հետաքրքիր։ Ասում է սրանք Խրուշովին ու Ստալինին ու մնացածին քննարկում են, այն դեպքում երբ որ չեն կարող դաժե մեր իմ հորս կառուցած շենքերը լվանան։ Հիմա դուք ինչ գործ ունեք այդ ծառը կդրել եք այ ախպեր։ Սա իրականում շանտաղություն է, սա շատ ջղայնացած է, ես այս օրերի միշտ փորձում եմ զուս սպահել եւ այլն, բայց սա շատ սրիկաբար մոտեցում են արել Երևանի եւ երևանցիների հանդեպ։ Եվ նաեւ իրականում եղել է, որ ես վիրավորվում եմ երևանցիներից։ Հիմա դուք 1000 մարդից գրում է Facebook-ում, երբ քանիսին որտեղ լինենք, էս անենք, այն անենք, Մոսկվայից, Ամերիկայից, դաշը քֆուներ են գրում։ Հասկանում եք, ես մարդուն ասում եմ, ոնց կարասանք թույլ տանք, բայց ձեն չեմ անում, ասեմ լավ, ուզում եք եկեք, ես ծանոթում եմ, կգաք չեք, բայց էլի գնում ես տան, ռուսները ավելի շատ են։ Հիմա դուք ոնց եք կարծում, որևէ կուսակցություն կա, այդպիսի լիդեր կուսակցություն, որ կարողանա իշխանափոխություն կազմակերպի ու անի։ Ես կդժվարանամ այդ հարցին, ես շատ մեծ հույսեր եմ կապում նաև իհարկե Սրբազան շարժման հետ, ես շատ հարգում սիրում եմ Բագրատ Սրբազանին, որպես նաև ղեկավար եւ մի առանձին կուսակցություն չէր, տարբեր ոսկեր քաղաքական։ Եթե մեկը լիներ հնարավոր է կարող անգամ չտա։ Այսինքն գտնում եք, որ միայնակ որևէ մեկը չի կարող։ Շատ դժվար է իհարկե չի լինի։ Իհարկե չի։ Իսկ պատրաստ եք, ասենք, ինչ որ համագործակցել այլ կուսակցությունների հետ, ձեր ասած իշխանափոխության հետ, բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, անկախով ինչ ոնց, մենք պետք է առաջին ազատվենք, հետո մի հատ գրագետ գնանք առաջ։ Բայց հավատացեք։ Եվս մի հարց, դուք ասում եք, որ պատերազմից պետք չի վախենալ։ Չեք վախենում, որ ձեզ ռևանշիստ որակեն։ Այդ հավատանում Ժարիվան այս հարցեր են դրած, որ արդեն էլի վախենալու հարցը չի։ Չէ, ուղղակի ռևանշիստ որակվելուց որևէ վախ։ Օրինակ ես չեմ վախենում, որտեղ ռևանշիստը, ռևանշի ձգտողը ինքը նաև արժանապատվություն ունեցող մարդ պիտի լինի, որ չհամակերպվի պարտության հետ։ Գիտեք ինչ, երբ որ պրոստը դու գիտես, որ դիմացը ով է կանգնած։ Իրանք չեն մտածում հայ ժողովրդի մասին կամ Հայաստանի մասին։ Իրանք մտածում են ով տեն մի քիչ աճում, հա։ Փորձում են այդտենց իրանց ունեն այդ լնգուլավազը, բան, այդ ֆեյքերը եւ այլն, փորձեն իսկ մարդուն վարկաբեկել։ Իսկ այսօրվա դարում մենակ Հայաստանում չի տենց։ Այսօրվա դարում ոչ մի նյութը նորմալ չեն կարդում։ Մեծ վերնագիր են գրում Վիկտոր Մնացականյանը սենց, հա։ Ասենք, այս ինչ անես, այս բան ասի։ Դե արի բացատրի, որ ինքը դա չի ասել, դառնա։ Ես ոչ իմանից, ես իմ հայ ժողովրդի, ես իմ ծնողների զավակն եմ, ես ամեն ինչ անելու եմ, որ իմ ժողովուրդը բարեկեցի կյանքով ապրի, իմ երկիրը ծաղկի, բարգավաճի, հզորանա,
իսկ հզորանալ չի առանց բանակի, միանշանակ կյանքը ցույց տվեց, որ մեկը բանակը շատ կարևոր եւ չի կարելի բյուջեների կրճատել, այլ պետք է տասնապատել, հարյուրապատել, պետք է ազգանագաղափարը փորձել ստեղծել, պետք է այս ամենամերձ շրջանների գյուղերը հատուկ զարգացնել, հատուկ ընդգծված, բայց ես փորձում եմ ելեմ ասում ովքեր են այդ վարչական շրջանը, գյուղապետա, մարզպետա, եսի մինչեր ես հասկանում եմ, մարդիկ այդ գործով, այս մարդիկ ընդհանուր ունակ չեն։ Ես արդարություն, կոռուպցիան, իսկ ասես ձեր այդ խոսանք, կոֆե խմենք միտեղ, անցնենք ծիծաղանք, ամոթանք տանք, բայց ազգային անվտանգության հարցը շատ կարևոր է, շատ։ Քաղաքի պաշտպանությունը, քաղաքացիական այդ պաշտպանության հարցերը, ամեն ինչը, սրանք, որովհետև մենք ոչ մեկս պաշտպանված չենք։ Սա այն երկրները չէ, որ ընդհանրապես քանի 10 կիլոմետր են մեզ տարբեր թշնամիներից բաժանում, 10 կիլոմետր այդ ինչա որ։ Բայց եթե այս օրինակները որ բերում եմ այդ անձնավորված, ես իմջալու շատ քիչ եմ տալի այդ անձնավորված անի, փորձում տարիներով գոնե մի քիչ ավելի զուսպ լինեմ եւ զուրկն այդ անձնական, բայց էլ չես կարող, որտեղ դու հասկանում ես իրանք են անելու։ Բայց երբ որ այդ իմացած քաղաք համայնքը, քաղաքապետը պետքա մի տեղական են, ժամանակին ինչ որ սկսեցին, բայց Երևանը տենց էլ չունեցավ, որ մարզպետի տեղական լինի, որ զբաղվի ռազմական, զինվորական, այդ քաղաքացիական պաշտպանության, աշխարհազորային հարցերով, տենց էլ չեղավ Երևանում։ Ո՞վ է Երևանում։ Հիմա ես ձեզ օրինակ եմ բերում, եկեք ամենամոտիկը վերցնենք, բարբերաբար բերում եմ այդ օրինակը։ Թուրքը գալիս է, լավ է, Մասիսում էլի օրինակ բերում, քաղաքապետը ավելի տենց հայդին, իրավիճակին տիրապետը ուժեղ տղա է, ասում ենք եղբայր փորձի, ասենք 20 օր պահի կամ 5 օր պահի, մինչև մենք այս մեր ֆրոնտե Շենգավիթի կողմերը եւ այլն փորձենք, սա գործարանները մենք կարանք անենք։ 1 միլիոնից քաղաք է, մեր քաղաքը այն ժամանակ կառուցվել է, իմացեք նաեւ։ Ասենք նաեւ ենթադրում ՆԱՏՕ-ի հետ պատերազմ պետք է ունենա մի օր։ Մենք ամենամոտիկ ՆԱՏՕ երկրի ամենամոտիկ երկիրն ենք եղել, այդ ֆինանսիան բանի այդ կողմը չեմ ասում, էլի չի եղել, տենց հասկանում եք։ Մենք ենք եղել։ Եվ այն ժամանակ մեր ճարտարապետեն քաղաքաշինարը նորմալ նախատեսել են, այդ որ Շենգավիթի կամ մեր կենտրոնի այդ տուֆի տները այսքան է, դա հանկարծակի չի։ Իսկ որ դու տեսնում ես 1 միլիոնանոց ռակետը, որը Ուկրաինան է, Ռուսաստանը շատ քիչ են ցածրվում այդ պատերազմի համար, շատ տխուր է եղբայրական երկրների այդ հիմա պատերազմական գործողությունների մեջ են, մարդիկ են մահանում երկու կողմից էլ, բայց երբ որ տենում եմ 1 միլիոնանոց ռակետը կամ 5 միլիոնանոց գնում է խփում է շենքին, գործարանը, պատերազմական բաներից է, ընդհանրապես 200, դուք հասկանում եք, մեր շենքերը, մեր բաները մենք շատ կարող ենք դիմադրենք, բայց մենք մի հատ ապաստանան չենք կարող դիմադրենք։ Իհարկե, այդ եմ ասում, երբ որ մենք համայնք ունենանք, դիմադրենք, մեկը կարող է նկարիչ տղա է, ես ճանաչում եմ, մեկը կարող գրող տղա է, մեկը ասենք ահա բանվոր է, մեկը, չգիտեմ, զինվորական է, բայց ինքը այդ թաղից է, ինքը կարող է համախմբի, բայց ոչ մի թաղապետ չի կարող այդ համախմբի։ Որտեւ արդեն դա պատերազմ եղավ, ասա դու գնանք ուրեմն դու քո պատճառով եղած պատերազմ, որտեւ ժամանակին արտգործ նախարարությունը դա պրավալա տվե։ Հիշեք ինչով ովքեր են, հասկանում եք։ Այդ պրավալների պատճառով մենք ունենք էսա։ Բայց գոնե եկեք մենք մեր քաղաքները ուժեղացնենք, այդ դրա համար է կարևորը որ Գյումրիում լինի այս մարդ, որ ձիգ լինի ու համայնքի պետ դառնա, որ իրան ասեն դուք հիմա պետք է ասի փորեք, սեղ պաշտպանվեք 10 օր տենանք ինչա լինում իջև։ Բայց վատ ման եմ ասում, ես չեմ ուզում տենց բայղուշի պես այս վատ լուրերը ասեմ երևանցիներին կամ մեր մնացած Հայաստանի քաղաքացիներին։ Լուրջ չէ, բայց ասում այսօր ապրիլի 1-ն է, ես դրա համար եմ հարցնում։ Դա ինչ ասեմ, բան չէ։ Շատ ենք հակառակ խոսանք, բայց դրանից ցավոք բան միակ այս իրոք ուրախությունն է, որ վերջապես եւ Գյումրի ժողովուրդը եւ փառակալ խոշորացված համայնքի եւ կողքի սախ, ասենք, չգիտեմ, մեր գյուղերը կաշնորհակալ լինենք, որ ճիշտ ընտրություն արեցին։ Հիմա մնում ենք այդ օրը Երևանում ռեակցիայի առաջի օղակները լինեն։ Դա շղթայական է, դա կարվի ու կգա մի օր մենք կտոնենք այդ լավ արշալույսները ու մենք այդ հաղթանակի համը դեռ ամբողջ ազգովի կզգանք, թե գեոպոլիտիկ առումով, թե մեր պատմական արդարության առումով, թե նաև այս քաղաքական, ներքաղաքական հարցերով։ Սա այդպես երկար չի կարա մնա։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, նորից եմ կրկնում, չնայած այսօր ապրիլի 1-ն է, ամեն դեպքում մեր զրույցը լուրջ էր, մեր մտավախությունները լուրջ էին եւ հետևեք մեզ մինչեւ նոր հանդիպում, ցտեսություն։